հիմա մենք գնում ենք մեր զինվոր երևի հետ, աշխեն քույրիկ, գնում ենք մայրիկին ուրախացնելու, մայրիկը չի էլ կասկածում, որ որդին գալիս է օտպուսկ։ Հայ մարդու օջախ են գնում, հայ մոր սիրտ ենք ջերմացնելու այսօր, բայց ասեմ ձեզ բավականին խիտրի ձևով։ Երիկին մի քիչ խնդիրել է, չեն թողե գա։ Կարմրաշեն գյուղը գտնվում է Վայոց-Ձորի մարզում, մեր աշխեն քույրիկը տեղյակ է, որ զինվորները գալիս են։ Գիտենք էլի, որ այսօր զինվորների գալի օրն է, չի կարացե գա։ Չու։ Հիմա մենք պետք է այնպիսի սուտ մտածենք, դրա համար մենք ենք եկել, որ մամային հոգի տանք, ես գալու է, այս քանի վաղտը կթողենք կգա։ Որ նա առհասարակ չկասկածի, որ Երոն եկել է։ Չէ, դու ուղղակի ինձ իրան նկարի, դու Երոյի հետ ես ելնում։ Ուզում ես ամեն ինչ թողել ու բարձրանալ Վայոց սարի վրա, ես կփորձեմ ընկերանալ շնիկի հետ։ Բուցեփալ! Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, Բարեկամներ, բարի օր է այսօր, գեղեցիկ ու հիանալի, բնապատկերներ եմ ասել, գնավաղը գալիս եմ, կամ հենց հիմա արի գնանք, որովհետև հենց հիմա մենք գնում ենք մեր զինվոր Երոյի հետ, գնում ենք մայրիկին ուրախացնելու, մայրիկը չի էլ կասկածում, որ որդին գալիս է օտպուսկ է նա գալիս է ու գնում ենք միանգամից Կարմրաշեն գյուղը գտնվում է Վայոց-Ձորի մարզում, Բայքի գյուղերից է և կարելի ասել ամենաբարձրադիր գյուղերից է և գտնվում է Վայոց սարի հարևանությամբ, Վայոց սարի փեշերին է Կարմրաշեն գյուղը, այնտեղ հիմնականում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, ինչպես որ նաև Երոյի ընտանիքը ունի ֆերմա, ունեք չէ ֆերմա աղբեր, ճիշտ եմ գովում։ Աշխատասեր մարդկանց ընտանիք ենք մենք գնում, հայ մարդու օջախ ենք գնում, հայ մոր սիրտ ենք ջերմացնելու այսօր, բայց ասեմ ձեզ բավականին խիտրի ձևով, որովհետև կա աղմուկ այն մասին, որ զինվորներն այսօր գալիս են, վերադառնում են տուն իրենց հարազատների մոտ և բավականին շատ զինվորներ եկել են, Երոյի մայրիկը անունը հիշացրու, մեր աշխեն քույրիկը տեղյակ է, որ զինվորները գալիս են։ Հիմա մենք պետք է այնպիսի սուտ մտածենք, որ նա առհասարակ չկասկածի, որ Երոն եկել է։ Հիմա մենք գնում ենք անակնկալ անենք, ներողություն խնդրենք, որ Երոն չկարողացավ գալ, որովհետև իրեն լավ չի պահել բանակի շրջանակներում, իրեն չեն թողել, որ գա։ Նման դաժան սուտ ենք մտածել, բայց այդ սուտը հավատացեք հազարավոր անգամ ավելի դրական էմոցիաներ է թողելու, երբ որ մայրիկը տեսնի Երոյին և գրկի։ Աշխեն քույրիկը այսօր շատ է ուրախանալու։ Դե պապան էլ կուրախանա, պապան խաբար չի։ Հա, տեսեք, բոլորն են ուրախանալու։ Ես հպարտ եմ, որ Երոյի նման անուշ աղբերները ծառայում են մեր հայոց բանակում, քանի որ Երոն մինչև ծառայության գնալն էլ հələ 15 տարեկանից, 14 տարեկանից, 10 տարեկանից տունն է աշխատել։ 15 տարեկանից արդեն ելել է դսերը, գնացել է, աշխատել է, ստեղծել է։ Հալել է մեր Երոյին։ Այսպես զինվորներ ունենք մենք բանակում։ Ու քանի Երոյի նման զինվորներ կան, մենք սենց հանգիստ հավեսով ֆրֆռալու ենք մեր երկրի մեջ։ Ապրես Երո ջան, ապրես աղբեր ջան։ Ջան եմ ասել, ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը վստահ ու դուխով։ Այդ բառը իմ սիրած բառն էր շատ։ Հիմա մի քիչ կիսվել է սեր այդ բառի հանդեպ, բայց ես միշտ դա օգտագործել եմ, էլի։ Հենց որ այդ իմ բառն է, հանկարծ ուրիշ տեղեր չտանեք։ Դուխովը իմ սիրած բառն է։ Գնում ենք, տեսեք, բացվում է տեսարան հրաշք Հերհեր գյուղի կողմերը։ Հերհերի ջրամբարն է, որը այս տարի բավականին լեփլեցուն է ջրով, անցած տարվա համեմատ։ Դա նշանակում է, որ հիանալի տարի է լինելու և հիանալի էմոցիաներ ենք հիմա տեսնելու։ Գնացինք առաջ։ Հարուստ տարածաշրջանով ենք անցնում, պատմական հարստություններ կան այստեղ դեռ շատ վաղուց, ինչպիսիքից է Չիքի վանքը։ Չիքի վանքը ունեցել է բուժող հատկություն, Չիք հիվանդությունն է բուժել և այն 13-րդ դարի է։ Հրաշք տեղ է, ունենք տեսանյութ Չիքի վանքի մասին, կարող եք մեր էջում գրել ու տեսնել այդ հրաշք տեսանյութը, թե ինչպես ենք ես ու Վարդանը ձուն ձմեռով գնում հասնում այնտեղ։ Իսկ հիմա քիչ-քիչ մոտենում ենք Հերհեր գյուղին, որից հետո նոր սկսում է Կարմրաշենը։ Կարմրաշենը քիչ վերև է դիրքով։ Տրակտորը խոտ է քաղում, որ անասուններն ուտեն։
այս շարի տեսակը դեռ վաղուց եղել է հայոց ճարտարապետության մեջ եւ շատ լավ է որ հերհերցիները այն պահում են ու պահպանում են տեսեք սա հատուկ շարատեսակ է որով կառուցել են եկեղեցիներ ամրոցներ եւ մարոժնի հերհերն ու կարմրաշենը շրջապատված են բարձրաբերձ ժայռերով կարծր ու գեղեցիկ իսկ ձախից այս ամբողջ բնապատկերը հարստացնում ու գեղեցկացնում է Վայոց սարը, նույն ինքը Դալիթափան։ Մենք տեղացիներով այն անվանում ենք Դալիթափա, բայց Վայոց սար։ Զուտ, որ իմ մեջքին մոզի քարերով չբարձեք ու ծանրացնեք իմ հոգեբանական իրավիճակը։ Սա Վայոց սարն է, ընկերներ։ Մենք այնտեղ գնացել ենք, այդպես այնտեղ միայն Facebook-ում կա, բայց շուտով կլինի նաև YouTube-ում, հատուկ YouTube-ի համար կնկարենք։ Ես Վարդանը եւ այն մարդը ով իր ջիպով մեզ կտանի։ Բարեկամներ, Վայոց սարը եւ Արմաղանը իրար շատ նման են։ Ուղղակի ի տարբերություն Արմաղանի Վայոց սարի մատուրը գտնվում է իր խոռոչի ներսում եւ այն ամենամեծ խոռոչով հրաբխային ծագման սարն է։ Այնտեղ մենք չենք YouTube-ում չունենք տեսանք որ գնացել ենք, բայց գնացել ենք։ Բայց խոսք եմ տալիս որ կգնանք ու կնկարենք ամբողջ գեղեցկությունը Վայոց սարի։ Հրաշք է ուղղակի։ Միայն թե գնաք այնտեղ ու տեսնեք։ Գտնվում է Կարմրաշեն եւ Հերհեր յուղերի մոտակայքում Վայոց ձորի մարզում։ Համանուն Վայոց սարը, Վայոց ձորի Վայոց սարը։ Վայոց սարի խառնարանը միևնույն ժամանակ խոռոչը, բայց ճիշտ է որ ասեք խառնարան, քանի որ ճիշտը խառնարանն է։ Հրաբխային ամենամեծ խառնարանն ունի ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Նմաններից է Աժդահակը ու Արմաղանը, բայց Վայոց սարը այդ հարցով մեծ է եւ մենակ տեսնեք։ Գնաք ու իջնեք այնտեղ, միայն այդքանը ձեզ հերիք կլինի, որ ապրեք անցյալի հրաբխի ժայթքումները։ Կանաչ դաշտերը, Վայոց սարի ֆոնը, ուզում ես ամեն ինչ թողել ու բարձրանալ Վայոց սարի վրա, խորոված անել ու նստել այնտեղ ժամերով ու վայելել Վայոց ձորյան հրաշք բնապատկերը լեռներով եւ տեղ-տեղ անտառներով հագեցած։ Ճիշտ է, Վայոց ձորը անտառներով հարուստ չի, բայց բնապատկերները ուղղակի խելահեղ են։ Հələ նայեն քարակույտը, դες ինչ հետաքրքիր է։ Փափուկ հողաշերտի կողքին քարակույտ է։ Եվ մենք արդեն Կարմրաշենում ենք։ Կարմրաշեն հարգանքներս, մենք եկել ենք ձեզ մոտ, այստեղ ապրում են իրապես հայրենասեր մարդիկ, պատկերացրեք շատ հեռու է մարզկենտրոնից, կտրված տեղ է, բայց ամեն կտրված տեղ ունի իր առավելությունների մեծ փաթեթը, որտեղ մարդը շարունակում է մնալ ազատ, վայելել բնության բոլոր տարերքները եւ լինել բնության նման։ Հզոր տեսարան է, Կարմրաշեն, առաջին անգամ եմ գալիս այս եղանակին եւ հիանում եմ։ Տեսեք այստեղի տները, մարդիկ այստեղ ապրում ու ստեղծագործում են։ Ու շնորհակալ ենք այդ ապրելակերպի համար, որ կաք դուք եւ գալով այս դաշտերի մեջ տեսնում ենք մարդու աշխատասիրությունը։ Գեղեցիկ ասֆալտապատ ճանապարհ ունեն կարմրաշենցիները, ուր գնա Ամերիկա, ասա բարեկամս, ողի։ Տես ծածանվում է հայոց եռագույնը Կարմրաշենում։ Ես չգիտեմ ինչի համար են անունը դրել Կարմրաշեն, որովհետև կանաչի մեջ է Կարմրաշենը։ Իսկ կարմիրն ու կանաչը լավ երկուսն է կտարով են։ Այդքանով նմանությունը գտա։ Բարեկամներ, Կարմրաշենի առօրյան է, գեղեցիկ բնապատկեր, թարմ օդ եւ իհարկե հրաշք զինվորով եկել է ու պետք է գրկի մայրիկին։ Իսկ մենք այդ ամենը կանենք Գայանե Ազարյանի մոր օրհնանք այս երգի տակ։ Ապրի Գայանե Ազարյանը, որ նման լավ երգ է հորինել մեզ համար, ստեղծագործ։ Որտե՞ղ է։ Էս տունն է։
Մտանուշ բալին ցույց տու։ Բարով տունքա Ուրա տունը։ Քրթռում է Երիկի սիրտը հիմա։ Մայրիկին է գրկելու։ Բոլոր զինվորները թող գան ու գրկեն իրենց մայրիկներին։ Սերն ու արգանքը հզորությունը ցույց տալու համար։ Ապես ես որ այդքան կաղաջոգի եկել ես, է։ Արի շուտ չջոգել։ Ես տունն, ուրա տունը։ Ներքև։ Նայ, փշակ ավել է։ Փշակ ավել է։ Այս իմ որես մայրատը քեզ նամով է հապրան Մնա հազոր, մնա կանոն դում նահան Այս իմ որես մայրատը քեզ նամով է հապրան Արա պալիտ ենք անելու էլ, կայն թող նենց անենք պալիտ չլես էլ, աղբերական, վերջի պային։ Կանչել ենք դուս։ Ուր է թամ, սենց իշնեմ։ Սենց։ Ապետ մաման չի տենա, չէ ենդից։ Աղբեր ես խապում եմ, ասում եմ, որ դու չես կարած եկաս, դու արդեն կարած զանգես մամային։ Գյակերին գիտեմ, որ գիտի։ Մամային զանգի սկսի խապել։ Վարդան ցույց տու ոնց է նկարում ինչ անում։ Աղբերս այսպես կնկարես, այսպես էս գծով։ Դու բանը իրա խոսում ես, բաբա սկսի բանը ինչ ծաղի կտուր։ Զանգի սկսի խապել, աս աղբեր, աս չեն թողել։ Չէ, դու կարի ինձից իրան նկարի։ Դու երոյի հետ ես լնում։ Բարեկամներ։ Աշխեն քույրիկ։ Աշխեն քույրիկ։ Բարև ձեզ, ո՞նց է։ Անուշ բալես, բարով ետ կա Զինվոր բալես Դուք եք չէ։ Բա դուք եք ասում 1000 բարի, ես էլ ասում եմ աղ չէ, ես տեսել եմ Աշխեն քույրիկին։ Բա ջան եմ ասել, դե մա տարի գերկեմ որտես ջանով եմ։ Մենք բախերով եմ եկել, էլի լավ խերով, բարով եկել եմ, պրոստը բան է, էլի մի քիչ տես, մի թեթև տխուր եմ, բայց ինչ եմ ես եկել, հելը մտածեք, ինչի ես պետք է եկացել եմ, Երիկն է եկել, Չէ, լեսի ասեմ, էլի, չէ, տես մի մտածի, որովհետև հիմա Երիկին մի քիչ խնդիրել է, չեն թողը գա։ Գիտենք էլի, որ այսօր զինվորների գալի օրն է, չի կարած է գա։ Դրա համար մենք ենք եկել, որ մամային հոգի տանք, այս գալու է, այս քանի վաղտը թողենք գա։ Մի քիչ հարցեր է, էլի չի կարած է գա։ Դրա համար մենք ենք եկել, հասել ստեղ, որ ձեզ մի քիչ մխիթարենք։ Հա։ Չէ, հա, ոնց որ չէ։ Աղբեր մամային գրկի, արցաղիկով գրկի։ Պերես, դել է ծաղիկը տուր։ Թող
Թող բոլոր զինվոր բալեկը գան մայրիկին գրկեն, հələ ոնց ուզվա, հələ ոնց աշկերը լցե, հավատաց է, արդեն կարացել է համոզեի, երիկի սիրտն էլ էր թրթռում է, ասում ասես գնա։ Կյանքս քեզ տամ, հպարտեմ քանի կամ, սխալներս ներիր, ինձ փոքր համարիր, հայրիկ կյանքս քեզ տամ, հպարտեմ քանի Ստա մաման շատ է հուզվել, բայց մաման նորմալ գրկի արում, մաման Մեր սա զինվորներն են այսպես գալու, հա, այսպես գալու են գրկեն Բայց ստաս ով խապել ես, հավատացիք մի պա, հա, չէ, չէ Հա, արա են չես ասե, հա, են չես սաղ ասե Օրեկան մի օր են ասում Հա Ասպետատի սուպրիզ չլնի կասեմ որերը խորոված մանիկ Խորովածը արեք, քերի, խորովածը պրծրու Խորովածը արեք ձեզ լավոր Հե աղբեր, հաջորդ գալու տնես կխապես ու չհավատամ ապսա, նայ լավ չես խապում Հա Դեմ այդ մը գիրք է, աղբեր, գիրք է, գիտես կանակ արատ է, գիրք է մի տող 6 ամիս կարոտում է, առավոտի ծիրիկունդ է, միշտ լավ խաբարներով գանք, հա Լավ այսենց հավեսով Որը ինչ սիրուն, հլը ձիուկները, հա մենք սպասում ենք դրոն ենք անում բան արեք Դուք էլ կոֆե հարց լուծեք խնդիր չկա Կանաչ գեղեցիկ դաշտերում ձիուկներն են թափար, մեզ բանն եք գալիս են քշում են Նետում ձերն են Ձեր, են է ձի արշավարանն է, են իչա Ֆերմա, ժամանակակից ֆերմա է Լարի ցույց տանք ֆերման Կարմրաշենում ֆերմերությունը մեկ ուրիշ մակարդակի վրա է Նա ինչ սիրուն է Գաստեղ ապրես, թե հյուրատներ ունեք Նախանձելի բնություն է ու հաստատ մարդիկ կուզենան գան, վայոց սարն է հերվում և այս գեղեցկությունը հենց հիմա Վարդանը չի ալարի կհանի դրոնը ու կնկարի։ Համնու հոտը աղնու հացը անապագան Հայաստանիս վրա շողաթող լուսաբաց Շատ է տեսել ժողովուրդս ավերուլա Ձերին մատ վախացնենք թող վազեն, հետո եթանք էնյանը նկարենք ու բայդ սարը։ Ու են ակլորն ուրա։ Այսքան ավերի մեջ մատ ակլոր պետք է լի, թե չէ։ Ճու 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 ճու։ Ճու 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 ճու։ Ճու 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 ճու։ Վայ երո, արանչի չզանգիր խափերի նորմալ արա։ Վայ երո, արա ինձ ծրագրացով որ աներ բոմբեր ելելու։ Բարեկամներ, կան։ Что ты делаешь? Հիմա մենք ես կփորձեմ ընկերանալ շնիկի հետ։ Արի, Բոբիկ։ Գեղեցիկ կարմրաշենը բնակեցված գեղեցիկ մարդկանցով Այս անցած տարվա խոտ է, բան չեք թող է տենց Դե լավ, որը տենց հա Տեսեք, մենք այստեղ հավիկ ունենք Հավիկը, որ Քջուր ջանում, որ ձու ացի Ապեր, բա հավաբունը ուրա, ձու կլնի ացած հիմա Գնացինք Արենի հետևից, Արենի հետքերով գնում ենք հավիկների բնակատեղի, որտեղ ես ուզում եմ ձեզ ցույց տամ ձու։ Էսա։ Հատկա։ Մերը։ Հլկային, ուրա, ես գամ նկարեմ։ Արենը, այդ ձու բերողը դու ես, չէ՞։ Вообще դու ես ձուն տանում տուն։ Ասում են գնա ձու բեր ձվածեղ ուտեն, գարսից վերցում ես, բայց ես որ մեկն ածե։ Հիմա սաղ ածում են, թե քիչ ածողներ կա։
Ժամանակալու սաղացում են, ժամանակալու որ քիչ են ածում։ Հորթերին, հորթերին ինչ ասիր ունեն, օրը լույն ձին, բարդան դու ես վասցնում ձերին։ Հայինս է սուրբ մասիսը ծովը վանամ Չկնաղ նժույգ է, բուծեֆալն է, բուծեֆալը, բուծեֆալ! Ой, бросьте, вы меня смущаете. Տեսեք, փոքրիկ նժույգիկը մայրիկից կաթ է վերցնում, որ հզորանա ու մեծանա։ Հետո պապանա, էլ պապայի աղբերը։ Բա։ Այդտենց է։ Հենց նոր հայտնաբերեցինք, որ Կարմրաշենի ձիուկները դրոնից առասարակ չեն վախենում, անվախ ձիուկներ են։ Ու շատ լավ ամեն ինչ։ Մենավոր ծառն է Կարմրաշենի, շատ գեղեցիկ տեղում աճած, հրաշք ուղակի, ես էլ մեր զինվորն է, Էրիկս։ Էրիկը 2 տարի, բան չմնաց, աղբեր, տարի 6 ամիս արդեն, հա։ Տարի կես ու դու այստեղ ես տանը Կարմրաշենի լեռներում ազատ քո համար քեֆ ես անելու։ Դրոնի կադրերում է հիմա Կարմրաշեն հրաշքի գյուղը եւ Վայոց սարը։ Տեսեք ու հիացեք, այստեղ մարդիկ, մեր հայրենակիցներն են ապրում ու շատ լավ են ապրում։ Այստեղ ապրող մարդը ամենաուժեղներից է։ Յանանք մի պահել կոֆե խմենք, կոֆեն որոշեմ ես տամ, մենք էլ որ կոֆե սիրում ենք, այտակ հյուրասիրություն ընդունենք, հենա, նստել են, ես էլ եմ նստել,
Զավակներին բազմել է գյուղս հինավուրց Պապերս երկրից գաղթել են, եկել են վաղուց Տուն ու տեղ են շենացրել, օջախ կառուցել Գուլալիս գյուղն են հիմնել, զավակ մեծացրել Տուն ու տեղ են շենացրել, օջախ կառուցել Գուլալիս գյուղն են հիմնել, զավակ մեծացրել Գուլալիս ու հետ անցիր, բարդ ու դժվար ճանապարհ Գուլալիսին սրտաբաց, շիտակ է արդար Էրզերում ու արյուն է, մեր երակներում հոսում Պապիս պատմած երգիրը մեզ է սպասում Գուլալիս ու հետ անցիր, բարդ ու դժվար ճանապարհ Գուլալիսին սրտաբաց, շիտակ է արդար Էրզերում ու արյուն է, մեր երակներում հոսում Պապիս պատմած երգիրը մեզ է սպասում Թողմանյայի սուրբը լինի գյուղիս պահապան Աստծո լույսը թող անպակաս լինի ամեն բան Ամեն մի Գուլալիսից ճրագն է իր տան Թող որ ճամփան չբռնի Լավ հիշողություններ ու ամփորձանք ծառայություն հզոր խիզախ զինվոր ընտանիքիդ հետ միասին Շնորհակալ ենք կաթեմածունի համար Կարմրաշենի կաթեմածուն ենք վերցրել ու գնում ենք Դե լավ մնացեք Հաջողություն ձեզ Ախ Երանի Առավոտյան արտանա Եվ ահա այս երգի ներքո Գանե Ազարյանի երգի ներքո մենք կլքենք Կարմրաշենը կգնանք ուղիղ Գետափ հետո հոկտեմբերյան Մայրը զինվորի Հզոր Աստված բարի արքա Անուշ բալես բարով ետ գա Զինվոր բալես բարով տուն գա Բոլոր զինվոր բալեկը բարով տուն գան գնացինք առաջ Արծիվն է մեզ ուղեկցում, տոլի բազեն, բայց որ նա հիասքան չէ ու նստած է ճանապարհի եզրին, դա փաստ է, ու մենք արձանագրեցինք այդ փաստը։ Արձանագրել ենք։ Դուք էլ արձանագրեք մեկնաբանություններում, թե ինչ զգացիք այս տեսանյութը տեսնելով։ Ջրամբարն է հերհերի, հերվում, եւ իհարկե այս տարածքը այնքան հարուստ է ավազով, որ ավազից էլ մի երկու կադր ձեզ ցույց կտանք, հողի շերտի տակ թաքնված է հսկա ավազի պաշար, որը շենացնում է հայ օջախները։ Մենք հարուստ պետություն ունենք եւ այս պետությունը մեզ օգնում է, որ ունենանք կանգուն տներ։ Ընկերներ, հավատացեք աշխարհի մասշտաբով շատ երկրներ ունեն ջրի պակաս, ունեն շինանյութի պակաս, բայց Հայաստանում դրա պակասը երբեք չի եղել։ Մենք պետք է գնահատենք եւ օգտագործենք ամեն վայրկյանը, որ հողաշերտի տակից ընդամենը մի թեթև քանդելով հանենք ավազը, տանենք, շենացնենք մեր օջախը։ Բանենք։ Հիմա Վարդանը որոշեց գնա քանդի եւ ցույց տա թե ինչ անկալ դա այնտեղ։ Գարերով հողի շերտի տակ այս ավազը սպասել է մեզ, որ հանենք ու շենացնենք մեր հողը։ Մեր տները, մեր օջախները սրբազան։ Տեսեք ինչ հետաքրքիր է, հողի շերտի տակ թաքնված է հսկա հարստություն։ Աշխարհում սա կարելի է ասել մեծ պահանջարկ ունի եւ թանկարժեք բան է։ Սա թանկարժեք ընկերներ ու շատ քիչ պետություններ այսպիսի հարստություն ունեն։ Գնացինք Վարդան։ Գնանք այս օրը երկարը լինելու եւ գեղեցիկ։ Մայրդ գիշեր ուզում կաղոտ է արեթում Մնա հզոր, մնա կանգուն ու ամբար
տեսեք մեր գեղեցիկ հայրենակիցները ինչ այգի են հիմնել այստեղ, հələ տեսեք, տարիներ հետո այստեղ ուղղակի ծառերը լինելու են հսկա ու մեծ բերքատվությամբ, որը նույնպես մի տարբերակ է, որ շեն պահես քո յուղերը ու արգել ես ամայանալու միտքը։ Գնացինք։ Բարեկամներ, ինչպես միշտ ես բազմակողմանի եմ մի քիչ զարգացած կյանքում, ինչ արած կյանքը այդպես է իմ մոտ դասավորվել եւ շատ ու շատ հարցերում ուղղակի լիքը բաներ տեսնում եմ առաջ, դրա համար ձեզ մի շատ լավ առաջարկ ունեմ, ով որ ուզում է լավ բիզնես գաղափար, ես հենց հիմա անվճար առանց SMM խորհրդատվության ասեմ, իմացեք ու հաշվի առեք այդ ամեն ինչը։ Ազատի ջրամբարում ես տեսել եմ մեր հայրենակիցները կազմակերպում են գեղեցիկ բացերը ոնց է։ Խոսքով այդ ջրի վրա լողացող սարքերով լիքը գեղեցիկ շոուներ են կազմակերպում, ժամանցի տեղ են ստեղծել ու շատ մարդիկ գնում են այնտեղ ադրենալին ստանալու, ադրենալինի հետքերով։ Հերհերի ջրամբարը ոչ պակաս բիզնես գաղափար է այդ առումով, այնպես որ մեր մարզից կամ ցանկացած տեղից եթե մարդիկ կան, որ մտածում են իրենց հայրենիքում ինչ բիզնես դնեն, որ աշխատի, միանշանակ վստահաբար ես ասում եմ, հերհերի ջրամբարի ջրերը ազատ են ձեզ համար, եկեք ու այստեղ ստեղծագործեք ինչքան կուզեք։ Իսկ հիմա ես որոշեցի նաև անպայման դրոնով ցույց տանք հերհերի ջրամբարը, որպեսզի պատկերացնեք, թե ինչ կարող եք անել։ Մոռանում եմ, որ դրոն ունենք, Վարդան, դու էլ ես մոռանում։ Դե հեսա դրոնով հերհերի ջրամբարը նկարենք ի վերջո։ Ով չի տեսել հերհերի ջրամբարը, հենց հիմա կտեսնի մեր եթերում։ Բարձրությունից, ծտի բարձրությունից։ Ծիտիկ է, էլի։ Ծիտիկները, որ թրվռում են, այ դրանց բարձրությունից։ Հենց այստեղ քաշում եմ ձախ կայնեմ, հաստատ է, հա, շատ լավ տեղ է։ Շատ լավ դիրք է ընկերներ։ Վայելեք նախ, որ ես ասեմ թող վայելեն, դու դրոնը հա։ Վայելեք հերհերի ջրամբարի գեղեցկությունը, տեսեք։ Առաջարկում եմ բիզնես սկսել այստեղ եւ եթե մարդ կա, որ մտածում էր մինչես պահը ինչ բիզնես անի, վստահաբար խորհուրդ եմ տալիս։ Այս բիզնեսը կարող է աշխատել գարնան վերջին ամսից մինչև աշնան երկրորդ ամիս մինիմում։ Շատ հրաշք միջավայր է, որտեղ կարող եք բիզնես սկսել։ Իսկ հիմա դրոնի բարձրությունից ցույց կտանք լճի գեղեցկությունը։ Պապիս պատմած երկիրը մեզ է սպասում։ Թողմանյայի սուրբը լինի գյուղիս պահապան, Աստծո լույսը թողան պակաս լինի ամեն տան, ամեն մի ուլալիսից ճրակներ տան, թող որ ճամփան չբռնի նա օտարության, ամեն մի ուլալիսից ճրակներ տան, թող որ ճամփան չբռնի նա օտարության, ուլալիսու հետ անցիր բարդ ու դժվար ճանապարհ, ուլալիսին սրտաբաց շիտակ է արդար, Էրզերում ցուարյուն է մեր երակներում հոսում, Պապիս պատմած երգիրը մեզ է սպասում, Ուլալիսու հետ անցիր բարդ ու դժվար ճանապարհ, Ուլալիսին սրտաբաց շիտակ է արդար, Էրզերում ցուարյուն
լեզգին տված հերոսներ ունի Թե հարկ լինի նորից կերթա հողը պաշտպանի Քարսուն աղբյուր գետակի ափին ման